Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում է։ Այսօր նա Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Թրամփի հետ, որի հետ կստորագրի համաձայնագիր, այդպիսով միանալով Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիային, որը պայքարում է իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման դեմ։ Այցից մեկ օր առաջ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել էր Ալ-Շարային եւ Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Հասան Խաթաբին ահաբեկիչների ցուցակից հանելու մասին։ Մինչ Թրամփի հետ հանդիպումը Ալ-Շարան բասկետբոլ է խաղացել Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերի եւ Իրաքում գործող հակաահաբեկչական կոալիցիայի հրամանատար Քևին Լամբերթի հետ։ Միջին միջանցք նախաձեռնությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ տարբեր երկրների միջև տնտեսական գործընկերության եւ առևտրային հարաբերությունների զարգացման գործում, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը եւ Վրաստանը ստեղծում են տնտեսական կապերի եւ առևտրային գործընկերության շատ հետաքրքիր եւ կարևոր ուղի։ Հենց սա է պատճառը, որ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջին կամ անդրկասպյան միջանցքի ամրապնդմանը։ Վրաստանը հուսալի գործընկեր է տարածաշրջանի բոլոր երկրների համար եւ մեր կարծիքով կարող է դրական դեր խաղալ համագործակցության հետագա ամրապնդման գործում, ասել է Կոբախիձեն։ Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ամոթն է, նման կարծիք է հայտնել երկրի նախկին նախագահ Ջո Բայդենը։ Ուղերձ Թրամփին եւ նրա ամբոխին, ես ուզում եմ, որ դուք, պարոն նախագահ, հասկանաք, որ աշխատում եք մեզ համար, այլ ոչ թե մենք ձեզ համար։ Դուք աշխատում եք մեզ համար, ոչ թե միլիարդատերերի եւ միլիոնատերերի։ Ես զայրացած եմ։ Դուք գիտեք, որ այստեղ ժողովրդավարություն է եւ փաստն այն է, որ ժողովրդավարության օրոք թագավորներ չեն լինում։ Ոչ մի։ Դուք գործում եք այնպես, որ խայտառակում եք մեզ որպես երկիր, ասել է Բայդենը Նեբրասկայում։ Սենսացիոն բացահայտում է արվել Լուվրի թանգարանի վերաբերյալ։ Պարզվում է, թանգարանի ամբողջ տարածքի միայն 39%-ն է հագեցած առնվազն մեկ տեսախցիկով։ Այս մասին է վկայում Ֆրանսիայի հաշվիչ պալատի զեկույցը։ Հաղորդվում է, որ Լուվրի տնօրեն Լորենս Դեկարը պաշտոնը ստանձնելուց հետո առաջնահերթություն է տվել ղեկավար կազմի աշխատասենյակների վերանորոգմանը, դրա համար ծախսելով 276,000 եվրո։ Լորենս Դեկարը մեկնաբանելով զեկույցն ընդունել է, որ տեսահսկման համակարգը թանգարանի թույլ կողմերից է։ Լուվրի կողոպուտը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ին։ 4 դիմակավոր անձինք բոլորի աչքի առաջ ընդամենը 7 րոպեում թանգարանից տարել էին 88 միլիոն եվրոյի զարդեր։ Տեներիֆե կղզում տեղի ունեցած ողբերգական փոթորկի հետևանքով մահացել է 3 մարդ, վիրավորվել առնվազն 15-ը։ Պաշտոնյաները նշում են, որ կանարյան կղզիների ամենախոշոր կղզում ալիքների բարձրությունը հասել է մինչև 4 մետրի։ Բնակիչներին կոչ է արվել հետևել նախազգուշացումներին, ցուցաբերել զգոնություն եւ մինչև սպառնալիքի վերացումը հնարավորինս երկար մնալ ցամաքում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևի Մարիինյան պալատում հարցազրույց է տվել բրիտանական Guardian թերթին, որի ընթացքում պալատը 2 անգամ հոսանքազրկվել է։ Որոշ լրատվամիջոցներ կասկածում են, որ դա բեմադրված է եղել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։